Մասին խոսենք 50-ից ավելի եպիսկոպոսներ մենք ունենք ինչու են ընդամենը մի քանիսը սովորաբար խոսում արտահայտվում դատապարտում ինչու նույնքան համարձակ չեն մյուսները ինչը եկեղեցին եւ հավատավոր հոտը չունի այդ աջակցության կարիքը թե իրենց պարտքը չեն էլ համարում կներեք ինչի մասն է խոսքի խոսքը իշխանության կողմից եկեղեցու հանդեպ հարցակումներից գռեհիկ բառամթերքից հայհոյանքներից նվաստացումներից հետո ինչու եպիսկոպոսները չեն արտահայտվում եւ չեն արձագանքում իշխանությանը ինչն է վախեցնում կամ կաշկանդում նրանց ես չեմ կարծում որ չեն արտահայտվում բոլորն էլ արտահայտվում են մենք փաստեր ունենք որ ընդամենը 4-5 հոգի են Մայրաթորի տեղեկատվական հաղորդումներին եթե դիտեք այնտեղ հստակ ասվում է թե Գերագույն հոգևոր խորհրդի եւ թե եպիսկոպոսած դասի հավաքական կամքը այնտեղ արտահայտված է Հավաքական կամքի մասին չենք խոսում, մենք իրավունք ունենք իմանալու նրանց մասնավոր տեսակետի եւ որպես թեմի առաջնորդ տեսակետի մասին։ Ի վերջո կան վարկածներ, որ նրանցից ոմանք ԿՊԱ-կանների հետ ունեն շփումներ եւ ունեն կաշկանդվածություն։ Դա նման բան չկա, դա 100%-ով կարող եմ հերքել նման բան գոյություն։ Իսկ բոլորը կողմ են, որ եկեղեցին այսպես խրող ձևով միասնականության կոչան եւ եկեղեցում չկա նման մտածելակերպ։ Եկեղեցին միակամ է։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում Ինչ որ արտահայտվել է միջով այդ թվում առաջնորդի դեմ հարձակումներին դիմակայելում ասով կներեք որ մեկին պատասխանենք ինչ է անհասկանալի Մայրաթորի դեմ պատերազմ է հայտարարել պետք է Բավեհարանը ազատել կաթողիկոսից նրան կհաջողվի արդյոք Նա ցնորամտություն Բայց մի անգամ 3 օրով նվաճել են իրենք այդ տարածքը, չմոռանաք։ Վեհարանը չի եղել, կներեք, դա վեհարանը չի եղել, դիվանատունն է եղել։ Վեհարանի վրա ոչ մեկ չի կարող հարձակվել։ Իսկ եթե հարձակվեցին, մենք տեսնում ենք, չէ, ասում եք չի կարող, բայց ամեն ինչ հերթով Վեհարանը կեցավայր է, որևիցե մեկը իրավունք չունի այնտեղ ոտ գործել։ Դիվանատունը, տեսեք, շրջանը հայհոյելու իրավունք ունի։ Կներեք, խոսում եք մի մարդու մասին, որին գնահատական տալը ապաշնորհություն է։ Տեսեք, ասում եք, ովքեր խախտել են կուսակրոնության ուխտը, չպետք է մոտենան խորանին։ Եվ ասում եք, չեք վիճարկում այս հարցը, որովհետեւ մեկը չի քննարկում իմ ասածը ճիշտ է թե սուտ է։ Իհարկե, հարցը թե ինչու որոշեցինք այդ հարցը հիմա բարձրացնել։ Արդեն դու ձեր հարցի պատասխանը տվեցիք, ես ինչ ասեմ։ Այս դիսկուրսը ինչպես է լուծվել։ Խնդիրը, կուսակրոնության խնդիրը դիսցիպլինի հարց է, կանոնական հարց է։ Դա աստվածաբանական դոկտրինա չէ։ Եվ նման հարցերը լուծվում է բացառապես եկեղեցում գոյություն ունեցող կարգապահական հանձնախմբի շուրջ։ Այս ընթացքում բազմաթիվ կարգալուծություններ է եղել, դրանց պատասխանն է ձեր հարցին։ Այս ինքը մերկապարանոց, ամեն մերկապարանոց հարցերին չեն կարող մենք իրական պատասխանել։ Եվ տեսեք, ասում են, այս ամեն ինչը հետևանք է նաև նրան, որ երբ որ օրինակ Սարդարապատ մուտքը կաթողիկոսի արգելվեց եւ լուրջ դիմադրություն չեղավ, դրանից հետո այլ հարձակումներ եղան, Սուրբ Պատարագին չմասնակցեց Նիկոլ Փաշինյանը, այսինքն դեմարշ կար անընդհատ եկեղեցու դեմ, ընդ որում հենց 18 թվականից։ 18 թվականից մինչև այսօր երբեք չի հանդուրժվել։ Իսկ ինչ է կարել, օրինակ Սարդարապատից հետո ինչ արեց հոգեվոր։ Իսկ ինչ է կարծում, ինչ պիտի արվեր։ Եկեղեցին ինչ գործիքակազմն է որ աներ։ Չէ, գործիքակազմը եկեղեցու ինչ էր որ պիտի աներ։ Այսօր տեսեք դուք միասնականության եկեղեցին միշտ միասնական է եղել։ Մտել եք այսօր ժողովրդի մեջ, բայց եկեք ընդունենք որ շատ հոգեվորականներ եկեղեցին եւ կամ հոգեվորականը երբ ժողովրդի կողքին չեղել։ Բարերը ասում եք առանց մտածելու։ Բարեր չենք ասում։ Որևիցե մի բան ցույց տվեք։ Հավաքների մեջ է եղել։ Հավաքներին ցույց տվեք որ հոգեվորական չի եղել։ Սրբազան Մի պայքար ցույց տվեք որտեղ հոգեվորական չի եղել։ Մի քանի հոգեվորականների չեն։ Ինչ որ դուք եք արել։ Այդ թվում սրբազան որ պայքարին չեն միացել։ Ինքն մասնակցության պահպանելու ամեն ինչ շատ բաներ հարցակումներից հոգեվորականները պատմեշ են եղել, որ չի եղել։ Լավ կներեք, սպասում եմ։ Կներեք էլի։ Քաղաքական հետապնդումներից հետո կաթողիկոսը հրաժարական կտա, կհեռանա։ Բացառվում է նմանման բացառվում է։ Բերիցը տանեք։ Այսինքն ինչ է մեր պայքարելու։ Անշուշտ։